Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Քրիստոսի անքննելի հարստությունը Եփեսացիս 3:8 Իմ Տերը հարստություն ունի, որ վեր է ամեն թվաբանությունից, բարձր է ամեն երևակայությունից, անըմբռնելի է բանականության համար և անպատմելի է ցանկացած պերճախոսությամբ, այն անքննելի է, դու կարող ես նայել, ուսումնասիրել ու չափել, բայց Հիսուսն ավելի մեծ փրկիչ է, քան դու պատկերացնում ես, նույնիսկ երբ նրա մասին քո խորհրդածությունները ամենաբարձր կետում են, իմ Տերն ավելի շատ է պատրաստ ներելու, քան դու մեղանչելու, նա ավելի շատ է ունակ թողություն տալու, քան դու օրինազանցություն անելու, իմ Տերն ավելի պատրաստակամ է հոգալու քո կարիքները, քան դու պատկերացնում ես, երբեք մի հանդուրժիր իմ Տեր Հիսուսի մասին ցածր մտքերը, երբ դու պսակ դնես նրա գլխին, դա ընդամենը մի արծաթե թագ կլինի, մինչդեռ նա ոսկու է արժանի, իմ Տերը երջանկության հարստություն ունի, որը կարող է շնորհել քեզ հիմա, նա կարող է կանաչ տեղերում հանգստացնել քեզ և հանդարտ ջրերի մոտ տանել քեզ, Սաղմոս 23:2 նրա սրնգի երաժշտությանը նմանը չկա, երբ նա քո հովիվն է և դու պառկած ես նրա ոտքերի մոտ, նրա սիրո նմանը չկա, դու չես կարող դրան հավասարը գտնել ոչ երկնքում, ոչ էլ երկրի վրա, ճանաչել Քրիստոսին և նրանում գտնվել, Փիլիպպեցիս 3:9-10 Օ, սա կյանք է, ուրախություն, սա ճարպ է և պարարտություն, Սաղմոս 63:5 Հին ու զտված գինիներ, Եսայի 23:6 Իմ Տերն իր ծառաների հետ կոպտորեն չի վերաբերվում, նա արքայավայել կերպով է պարգևատրում նրանց, նա երկու երկինք է տալիս, երկինք այստեղ ներքևում ծառայելու համար և երկինք այնտեղ վերևում հավիտյան նրանով ուրախանալու համար, նրա անքննելի հարստությունը լավագույնս ի հայտ կգա հավիտենության մեջ, երկնքի ճանապարհին նա քեզ կտա այն ամենը, ինչի կարիքն ունես, ժայռերի խորշերը ապաստարան կլինեն քեզ համար, քո հացը կտրվի քեզ և քո ջուրը չի պակասի, սակայն այնտեղ է, որ դու կլսես հաղթողների երգը, խնջույքի մասնակիցների աղաղակը և երես առ երես կտեսնես քո փառավոր ու սիրելի Աստծուն, Քրիստոսի անքննելի հարստությունը, սա քաղցրահնչյուն մեղեդի է երկրի երաժիշտների համար և օրհնյալ երգ երկնքի քնարերգուների համար, Տեր, էլ ավելի ճանաչեցրում ես Քրիստոսին և մենք մյուսներին էլ կփոխանցենք
քո ավետարանի բարի լուրը։